իրենք ցանկանում են Հայաստանից հանել ազգային մտածելակերպը, իրենց ասելով ազգայնականությունը, բայց եկեք ասենք դա նաև ազգային մշակույթի հանդեպ այդ սերտ կապը, կարելի ասել անգամ ազգայնականությունը, դրական ազգայնականությունը, մոլությունը չէ։ այո, իսկ գլոբալիստական ուժերը այսօր ուզում են ուրիշ բան անեն։ Մեր այսօրվա իշխանությունը դասական գլոբալիստական խմբակ է։ Այսպիսի իշխանություններ եղել են Պորտուգալիայում, ուսումնասիրել եմ, գրեթե նույն բաներն են արել ու նույն վերջաբանն են ունեցել։ Եկել են, հասել են եկեղեցիներին եւ եկեղեցուց հետո ժողովուրդը իրենց հրաժեշտ է տվել։ Ինչ է եղել։ Նրանք չսիրելով հայկական հասարակությունը, ինչ որ ստրեսներ տանելով իրենց այն տարիքում, որ ձևավորվել են, հակադրություն ունեն մեր հասարակության հետ, անգամ մեր հասարակության ամենալավ հատկությունների հետ։ Այդ իսկ պատճառով նրանք փորձում են ամենամերժությամբ, ամեն ինչը մերժելով գտնել իրենց համար կոմֆորտ դաշտ, բայց խնդիրը հասարակության մեջ չէ, խնդիրը իրենց մեջ է։ Իրենք պետք է աշխատեն իրենց վրա, որպեսզի այդ հակադրությունները, ներքին հակադրությունը իրենց մեջից դուրս գա։ Իրենք էս վստահ են, չեն հասկանում, չեն սիրում մեր հասարակության ավանդական հատվածը, չեն սիրում մեր ազգայինը, որովհետև համարում են, որ իրենց մանկության, թե պատանեկության բարդ օրերի պատճառը դա էր, բայց իրենց մանկության եւ պատանեկության բարդ օրերի պատճառը կարող են լինել ինչ-որ մարդիկ, կարող են լինել ինչ-որ իրենց բնավորության գծեր եւ ոչ թե հայ հասարակությունը։